Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Երբ ամբողջ հասարակությունը միավորվում է մեկ նպատակի շուրջ, այն ունակ է մեծ նվաճումների։ Ոչ մի ուժ չի կարող դիմադրել ժողովրդին։ Սա հենց մեր ժողովրդի մեծությունն է։ Այս մասին նախագահ Իլհամ Ալիևը ասել է Աղդամի Մուղամի կենտրոնի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։ Մենք հստակ հասկացանք եւ տեսանք, թե ինչ ուժեր են աջակցում Հայաստանին, ինչ ուժեր են կանգնած նրա ետևում եւ ինչ ուժերի հետ մենք կարող ենք բախվել եւ բախվեցինք։ Սակայն դա մեզ չկանգնեցրեց։ Մենք արդեն ապրում ենք, մենք կմեռնենք, բայց չենք շեղվի մեր ճանապարհից կարգախոսով եւ 44 օրյա հայրենական պատերազմը պրոֆեսիոնալիզմի, հերոսության եւ ազգային ոգու տարեգրությունն է, հավելել է պետության ղեկավարը։ Հայրենական պատերազմում տարած հաղթանակը մեր ընդհանուր հաղթանակն է։ Այն նվաճելով ադրբեջանական ժողովուրդը ամբողջ աշխարհին ցույց տվեց իր պատմական մեծությունը, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ Պատահական չէ, որ նույնիսկ մեծ թշնամաբար տրամադրված շրջանակները, ուժերը եւ երկրները գիտեն, որ մենք հարգանքի արժանի ժողովուրդ ենք եւ մեզ հետ պետք է հաշվի նստեն։ Նրանք, ովքեր այսօր մեզ հետ հաշվի չեն նստում, գոնե մեր տարածաշրջանում հաջորդ օրը զղջում են դրա համար, նշել է պետության ղեկավարը։ Այսօր Ղարաբաղը վերածնվում եւ վերականգնվում է։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո 4.5 տարվա ընթացքում իրականացված աշխատանքը տեսանելի է։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով Աղդամի Մուղամի կենտրոնի բացման արարողության ժամանակ, նշելով, որ ազատագրված բոլոր հողերում իրականացվում են լայնածավալ շինարարական եւ վերականգնողական աշխատանքներ, պետության ղեկավարն ասել է. Օկուպացիայի ընթացքում հայկական պետությունը իրականացնելով նպատակային քաղաքականություն հողին է հավասարեցրել մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը։ Այս եւ այլ ազատագրված շրջաններ այցելող օտարերկրահյուրերը չեն կարողանում թաքցնել իրենց զարմանքը, իսկ շատ դեպքերում նաեւ զայրույթը։ Խաղաղության գործընթացի շուրջ Հայաստանի հետ շփումները շարունակվում են մի քանի ուղղություններով։ Լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովը։ Նախարարի խոսքով կարգավորման գործընթացի այս փուլում Հայաստանի կողմից որևէ լուրջ քայլ չի նկատվում։ Ադրբեջանը ակնկալիքներ ունի Հայաստանից։ Դրանք տարածքային պահանջներից հրաժարվելն է եւ ԵՀԿ-ի Մինսկի խմբի լուծարումը։ Մենք հետևում ենք այս գործընթացներին։ Շփումներ կան, բայց դեռևս լուրջ քայլեր չեն նկատվում, ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքով Ադրբեջանի եւ Նախճիվանի միջև տրանսպորտային կոմունիկացիոն գծերի բացման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է։ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները։ Հեյդար Ալիևի ժառանգությունը հատուկ նշանակություն ունի ամբողջ թուրքական աշխարհի համար։ Այսօր մենք հարգում ենք ականավոր պետական գործի, իսկական առաջնորդի հիշատակը, ով օժտված էր արիությամբ, փորձով եւ հեռատեսությամբ։ Ինչպես հաղորդում է Ազերթաջը, այս մասին հայտարարել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, ելույթ ունենալով Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության Լևկեի եվրոպական համալսարանում կազմակերպված մեծ առաջնորդ Հեյդար Ալիև անցյալից դեպի ապագա առաջնորդություն եւ տեսլական խորագրով կոնֆերանսում։ Միջոցառման մասնակիցներին ցուցադրվել է Ադրբեջանի պետության ճարտարապետին նվիրված վավերագրական ֆիլմ, որը կազմակերպվել էր Հյուսիսային Կիպրոսի համալսարանի կողմից Հեյդար Ալիևի անվան միջազգային մշակութային կենտրոնի եւ Ադրբեջան-Կիպրոս բարեկամության կազմակերպության աջակցությամբ։ Միջոցառման ժամանակ ելույթ ունենալով Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հանրային աշխատանքների եւ տրանսպորտի նախարար Էրխան Արիքլին Ադրբեջանը անվանել է թուրքական աշխարհի պայծառ աստղ։ Ադրբեջանական բանակի զինծառայողներն ու ավիացիոն միջոցները մասնակցում են Քոնյա քաղաքում անցկացվող Անադոլու անկասի 2025 միջազգային որոնողափրկարարական վարժանքներին։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում։
Տարբեր երկրներից ժամանած զինծառայողների մասնակցությամբ միջազգային զորավարժություններում Ադրբեջանը ներկայացնում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմի խումբը եւ Su-25 զրոհային ինքնաթիռները։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@arm.mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@arm.mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։